Армении, ну что за политика? Ну кому армяне нужны, кроме нас? Никому они не нужны. Пусть развивают свою экономику и ориентируются на то, что у них есть. Какая Франция? Какой Макрон? Ոչ վաղ անցյալում հայտարարում էր Պուտինի եւ Ծառուկյանի բեղավոր ընկերը Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այսօր Հայաստանը մի երկիր է, որ եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի շրջանակներում հյուրընկալում է քաղաքակիրթ աշխարհի շուրջ 50 պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարների։ Իսկ ինչու դա հնարավոր դարձավ։ Հանգամանալից բացատրում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հետ կապված Նիկոլի տեսանկյունը շատ տպավորիչ է։ Եկեք ազնիվ լինենք 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը շատ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արմանյակ եւ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում։ Մակրոնն ի դեպ 3 ուշ երեկոյան վարչապետ Փաշինյանի ուղեկցությամբ սպոսնում էր Երևանում, ջերմ մթնոլորտում լուսանկարվում ու շփվում քաղաքացիների հետ։ Առավոտյան էլ արդեն Հանրապետության հրապարակում վազում էր։ Այս դրական օտարերկրյա զբոսաշրջիկների համար նախանձելի իրադարձությունները ցայտնոտի մեջ են գցել տեղական ընդդիմությանը, ընդդիմադիր լրատվամիջոցներին։ Թվում է, թե Հայաստանի դերի բարձրացումը միջազգային ասպարեզում պետք է պետականամետության զգացում ունեցող մարդկանց մոտ որևէ քննադատության տեղ չտար, բայց ոչ, այստեղ էլ գտնում են փնովելու, սևացնելու, դժգոհելու ու ողբ կապելու առիթներ։ Իդեպ առիթը միայն Մակրոնը չէ։ Ցնցումների մեջ ընկնելու հաջորդ պատճառը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցն է Հայաստան։ 24 տարվա մեջ առաջին անգամ Ուկրաինայի նախագահը Հայաստանում է, իսկ ընդդիմությունը չունի ասելու այլ բան, քան այն, որ մի քանի օր առաջ էլ Զելենսկին Ադրբեջանում էր։ Տպավորություն է, թե երբ իրենց սրտի երկրների ղեկավարներն են Ադրբեջանի հետ գործարքներ անում, իդեպ Հայաստանի հաշվին, դա ոչինչ, բայց այ Զելենսկուն Հայաստան գալ չէր կարելի։ Էս ինչ է կանում Պուտինի թշնամուն բերում եք Ռուսաստանին տրամադրում մեր դեմ, հեսա գազի գինը կթանկանա։ ԵԽ նախագահ Անտոնիո Կոշտան գտնում է, որ գագաթաժողովի անցկացումը հնարավոր է դարձել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավել են հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջև, հայտարարել է Կոշտան։ Այսօր եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իսկապես պատմական է։ Պատմական է, որովհետեւ առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ, Հարավային Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է։ Պատկերացնում եք Հայաստանի մասին դրական խոսքեր են հնչում։ Եվրոպայի առաջնորդները փաստում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է ձեռք բերվել։ Մի նորությունն ավելի վատ, քան մյուսը։ Իհարկե ընդդիմադիրների համար։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվող միջոցառման շրջանակներում տեսակապով ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հաջողություն մաղթելով գագաթաժողովի աշխատանքներին Ալիևը խոսել է Հայաստանի հետ հաստատված խաղաղությունից եւ նշել, որ իր մասնակցությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունն իրականություն է։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել վարչապետ Փաշինյանին Հայաստանում ԵԿՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ եւ նշել, որ չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին եւ իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց։ Մաղթում եմ հաջողություն գագաթնաժողովին, շնորհակալ։ Դարձյալ մեր ընդդիմադիրները չեն նկատում Բաքվից եկող դրական ազդակները։ Ընդդիմադիր որևէ լրատվամիջոցում չկա այդ մասին վերնագիր, կամ միայն ապատեղեկատվություն։ Եվրախորհրդանին ուղղված քննադատությունը ներկայացնել այնպես, թե իբրև Ալիևն իր ելույթով ինչ-որ մեկին է ապտակ հասցնում։ Եթե առաջիկա օրերին Ալիևը կամ ադրբեջանցի որևէ պաշտոնյա հանկարծ օգտագործեն միջանցք եզրույթը, անպայման կտեսնենք այդ մասին հրապարակումներ, վերլուծություններ, հարցազրույցներ ու այն ամեն ինչ հնարավոր է անել խաղաղությունը կասկածի տակ դնելու ու վայնասուն բարձրացնելու համար, բայց ահա երբ խոսում է խաղաղությունից, դա իհարկե չնկատելու են տալիս, որ հետո արհեստական բանականությամբ տեսանյութեր պատրաստեն ու ասեն, թե խաղաղությունը կեղծ է ու ժամանակավոր։
Տխուր է, շատ տխուր է մեր ընդդիմության վիճակը։ Հայաստանը զարգանում է, մաս է կազմում քաղաքակիրթ աշխարհին։ Վերջապես Հայաստանի հետ վասալի նման չեն վարվում։ Հայաստանի վարչապետը կարողանում է ազատ շրջել փողոցներում։ Հայաստանում միջոցառումներ են անցկացվում։ Փողոցներում մարդիկ լավ տրամադրություն ունեն։ Էլ ինչի շուրջ օրակարգ ստեղծեն ընդդիմադիրները։ Ախր փող բաժանելն էլ արդեն չի օգնում։ Բռնվում ու խայտառակ են լինում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։